Բայց ուրեմն թող կդնու կտրոնները թողարկի։ Վերանալն որ էս Սպասիլը կյանքս, էլ ստեղ վեատ նայքի մանակ ընկալը, շատ սիրունա, Պային որ չեն դեմիդի կյանքս, արիսո, շատ սիրունա, Հերտոր պայը Հերտոր պային ես մամ Օ, ինգ ապահում Իրա բոյնա Դետուր մաման դրի ծաղկամանի մեջ Շատ ադարսեր հոս խաշի Անը շատ ակալի, շատ լավնա, շատ ապրեք Եթե ասպեմ սոնախի է թախում բազելով գնու դուրը բացի Ոյ Սիրելիներս ինչպես տեսակ անակնկալ ձևով ամուսինս ներս մտավ, Սոնայիս ասել էր դռները որ բացի, այս են սիրուն պուպուշ անակնկալ էին պատրաստել, Սոնաս էլ հեռախոսը միացրել էր իբր ինքն է վիդեոներ անելու, վազեմ մի հատ խոհանոց գամ, ու սենց նայեք ես իմ հրեշտակների ինչ անակնկալ են մատուցել ինձ։ Ծաղիկ ես բերը։ Շատ սիրուն է։ Հոտ ադարս։ Շատ սիրուն է, շատ ապրեք։ Ինչ սիրուն բուկետ է։ Հեո։ Հələ նայ մամային կյանքից քո բոյինը։ Ինչ պետք է բա մամային ասես։ Չավարոր մամա ջան Բա պապային ինչ պետք է ասես։ Պապ ջան Ոյ վերև երջից։ Գնամ ծաղկամանը բերեմ դնեմ, հա։ Պարածս Հեն հավ շատ է դուրդ եկել։ Բա ինչ ես ասում մամային ու պապային։ Ապրեց շատ սիրուն էր Հա։ Նայել։ Հեն շոտ լովնո։ Դետոր ես նուն Ինչ էիր դու մամային ու պապային ասում։ Ման ջան Օպրես կյանքս, պապային ինչ էիր ասում։ Ապրես, ինչ էիր ասում։ Ապրեց պապ ջան Ու դու ում ես սիրում։ Բոլորի Քանի անգամ մեզ ասեցի շնորհավոր ու ապրես պապ ջան։ Քանի անգամ։ Հե։ Վայ մի Բոլորով տեն ձեր մամ ջան ծնունդիցի։ Ալոչ տենես Վայ ես կգժվեմ անակո համար կյանքս։ Մեռնեմ եզես, դուք է առողջելնեք։ Ես մի ժամա ինքը ապրես պապ ջան, ես սիրում եմ ձեզ, հələ վիճակը սրա երջանկությունից փայլում է։ Հոտ քոշենք սիրտս։ Ոխ, շատ անուշ, ապրի պապան, չէ՞ որ սենց անակնկալ արե մամային։ Դու շատ ես ուրախացե հով։ Ես զգում եմ, որ դու աշխարհի չափ ուրախացել ես կյանքս։ Հե՞։ Դու ինչ էիր հետո ասում, բոլորիս շատ սիրում էր, ում պաչիկ արեցիր։ Ինչ։ Սոնային, հետո պապային։ Բոլորի սիրուն եմ Վայ կյանքս, վեկի ձեր։ Ալոչ տենես մամ ջան Վայ Արա ես կգժվեմ քո համար։ Սիրտս, վայ դու առողջենեք, թանկեր ես։ Աստված շատ օրհնի ձեզ։ Դու գիտես որ դու քուրիկը Տաթո հետ մամ ջան Վայ ես մեռնեմ քեզ։ Թեզին է տարմ Վայ արևս։ Սպասի, լեսի, դու բոլորիս շատ ես սիրում, շատ ես ուրախացել։ Հա, պապային կանի անգամ ասեցիր ապրի պապան։ Բա պապային ինչ պետք է ասես։ Ապրես պապ ջան շատ սիրուն ես Ոյ, ես մի ժամա ինքը մեզի պաչում գրկում ասում եմ ես բոլորից շատ սիրում եմ։ Հիմա ես թեզ Հա, ուզում ես նկարես, լավ, արի անջատենք նկարի։ Սիրելիներս, վիդեոյի նկարահանում Instagram-ի համար, նաև այստեղ YouTube-ի շորտ տարբերակով
Մեկ մտածեցի շուրջ տարբերակով կտեղադրեմ, ինչպես շատ ժամանակ եմ անում վիդեոյի մեջտեղում, բայց ասեցի, որպեսզի ձեզ ավելի տեսանելի լինի եւ ավելի պարզ տեսնեք, շուրջ տարբերակով տեղադրել էի անակնկալը, այս հրաշք ծաղիկները, երևի թե բոլորդ եք տեսել, թե չեք տեսել, հիմա կտեսնեք վիդեոյով, այս հրաշք ծաղիկները մեր ամուսնության օրը երեկոյան իմ ամուսինը ինձ անակնկալ արեց, շատ պատահական, ես նստած հեռուստացույց էի դիտում, զանգել էր Սոնային, ասել էր դուռը արի թաքուն բացի, Սոնան էլ իբր որ վիդեոները ամբողջ օրը իմ հեռախոսով անում, միացրել է այնտեղ, մամ հեսա էթա մի հատ խոհանոց գամ վիդեո եմ որոշել նկարեմ, թող միացրած մնա, ես եմ նստած իմ համար տելևիզորով լուրերն էի լսում, մի խոսքով ուզում եմ ասեմ, իմ ամուսնյակս, իմ սիրելի ամուսինը ինձ այս հրաշքները անակնկալ նվիրեց, բայց փաստորեն դրանով չէր ավարտվում իմ ամբողջ անակնկալները շարունակվեց նաև հաջորդ օրը, անակնկալներից մեկն էլ նաև սա է, մինչև բացել է, հեսա ես կասեմ, թե սա ինչ անակնկալ է, ուրեմն իմ հրաշք Սոնան և ձեր բոլորի շատ սիրելի Սոնան, խելացի ու շնորհքով դաստիարակված, այո իմ երեխան, շնորհակալ եմ բոլորի ձեր խոսքերի համար, որ միշտ Սոնայի համար գրում եք, ուրեմն ինքը պապայի հետ իր մտքով անցել է, որ գումար է հավաքել կասով, որպեսզի մեր ամուսնության օրվա համար նվեր անի ինձ, պատկերացրեք իմ երեխու մտածելակերպը գաղափարը, որ ինքը պապայի հետ պայմանավորվում, կասա հավաքում, որպեսզի մամային ուրախացնեն, չեք պատկերացնի, այս ծաղիկները, որ իմ ամուսինը բերեց, Հովուլը ու Սոնան ինձանից շատ են ուրախացել, այդ ինչքան շնորհակալություն հայտնեցին պապային, այդ ինչքան պաչեցին, այդ ինչքան ինձ ասեցին շնորհավոր մամա ջան, այդ ինչքան Հովուլն ինձ ասեց իր պուճուրիկ, այդպես տլիկ լեզվով, որ շնորհավոր մամա ջան առողջ լինես, Աստված այնքան գնա ինքը, ինչի համար Աստված օրհնի քեզ մամա ջան, այդ խոսքերը Աստծո անունը մեր տան մեջ միշտ կա, դրա համար այդ իմ պստլիկ այսենց գանձը, ով Աստված ա տվել ու թող Աստված այսենց իր ձեռքը այս մեր ընտանիքից երբեք չհեռացնի, իր օրհնությունը, իր ամեն ինչը, մենք Աստծո ներկայությունը զգում ենք, այտենց որ իրանց պուճուրի քալով իրանք հիմիկվանից Աստծո անունը անդադար տալիս ու շնորհակալություն են հայտնում, իմ հրաշք բալեն գումար է հավաքում ու այսօր, որ մենք դուրս ենք եկել պապայի հետ, մի փոքրիկ էլ գումարից պակասեց, էլի պապան ավելացրեց, իրանք որոշել են, որ իմ սրտով ինձ այս հրաշք անակնկալը անեն, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեր կյանքը, դուք իմ ամենաթանկ նվերն եք, դուք իմ կյանքն եք, դուք իմ գանձն եք, այս աշխարհում ձեզանից թանկ ու կարևոր ոչինչ չկա իմ կյանքում, իմ աշխարհն եք դուք բոլորդ, սիրում եմ ձեզ անսահման, սիրում եմ, որ գնահատում եք ինձ, ես այդ սերը, հարգանքը, գնահատանքը, մամայի կնոջ հանդեպ, որ ես տան մեջ տեսնում եմ, զգում եմ, որը որ ինձ թևեր է տալիս, որը որ ինձ մեծ պատժկա է, որը որ իմ ամուսնու կողմից իր աջակցությունն է ցանկացած հարցում, իմ հոգու խաղաղությունն ու ներդաշնակությունն է իմ ընտանիքում, իմ բոլոր գործերում, որ ես ինձ կարամ հանգիստ ու խաղաղ լինեմ, հələ մի հատ եկեք բացեմ ցույց տամ, այս հրաշքները, որ իմ Սոնան, իմ գանձ բալեն, իր պապայի հետ, այս հանելուց սենց բան արեցի, ճղվեց, բայց նայեք հլը, այս հրաշք ականջողերն ու մատանին, ամբողջը քարեր է, չեմ կարող փոխանցել և ականջողերի այս մեջտեղն է քարեր, շատ ճաշակով, շատ սիրուն է, սա իմ հրաշքների կողմից անակնկալն է իմ, սրտիկներս չէի կարող չկիսվել ձեր հետ, չէի կարող ձեզ ցույց չտալ այս հրաշքներին ու բացի այդ չէի կարող ձեզ հետ չկիսվել իմ ուրախության մասին, իմ ոգևորության մասին, սիրում եմ ես ձեզ նույնպես, իմ սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ, որ այդքան ջեր բարեմաղթանքներ եք միշտ գրում իմ ընտանիքին, միշտ լավ խոսքեր եք գրում,
թե ամուսնուս, թե ինձ, թե իմ հրաշք երեխաներին, այո, ես ձեր հետ համաձայն եմ ու շատ շնորհակալ եմ ձեզ, թող Աստված էլ ձեր բոլորի ընտանիքներին սեր, ջերմություն, ներդաշնակություն, խաղաղություն, ամեն ինչ տա, որ կարողանաք երջանիկ ապրել։ Դե ինչ, եկեք ուզում եմ խոսքս որ ավարտեմ, շատ չերկարացնեմ, կիսվեմ ձեր հետ, եկեք կրեմ, այստեղ էլ ցույց տամ, ովքեր որ չեք հետևում ինձ Instagram-ում, հղումը նորից կթողնեմ, այնտեղ էլ եմ արել unboxing, իսկ իմ սրտիկներին այստեղի նույնպես չի կարող չկիսվել, այսպես ասեմ, եկեք ձեր հետ էլ կիսվեմ։ Այսենց մոտիկ դնեմ, մի հատ էլ այսենց մոտիկից ցույց տամ, այս շքեղությունը, շատ սիրուն է։ Ինչքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար, սիրված և գնահատված լինելու համար, ինչքան քիչ բան է պետք։ Իմ սրտիկները ինձ սիրտ են նվիրել մատանին, սրտաձև է։ Մեկ մի հատ։ Ինչքան նուրբ, ճաշակով, միևնույն ժամանակ շատ շքեղ և շատ է ինձ սազում։ Ես սիրում եմ, ինչպես նկատել եք, զարդեր կրել, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ շատ իմ ընտանիքին, շնորհակալ եմ ես Աստծուն, որ ինձ պարգևել է նման ընտանիք ու թող Աստված պահի ինչ որ ինձ տվել է, թող Աստված պահի այն ամենը, ինչ որ ինձ նվիրել ու տվել է։ Սիրունը, արդեն հաճախակի իրեն կտեսնեք։ Այսպիսի սիրուն գեղեցիկ նվեր, որը իմ մորը տոն դարձրեց, երեկվանից ես ուրախության, ոգևորության, սիրո, քնքշանքի, ջերմության, սենց զգացմունքների մեջ խառնված, ոգևորված, այսօր եղավ դրամաբանական շարունակությունը, այսօր եղավ այն բանը, որ ես ձեր հետ կիսվեցի, սիրում եմ բոլորիդ, խնդրում եմ, ովքեր որ բաժանորդագրված չեք, միացեք իմ ալիքին, միացեք այս իմ գեղեցիկ սիրուն ընտանիքին, միացեք, մենք ասելիք ունենք ձեզ, մենք ցույց ենք տալիս մեր պարզությունը, մեր մարդկությունը, մեր հասարակ ու մարդկային լինելը, ամենակարևորը առանց ձևականությունների, ամենակարևորը սիրով, ամենակարևորը համախմբված, միասին մենք ցույց ենք տալիս այն, այո դուք շատերդ եք գրում, որ առանց ձևականությունների ցույց եք տալիս այն, ինչը որ կա, այո սիրելիներս, հենց այդպես էլ որ կա, ես սիրում եմ ձեզ, ուզում եմ, որ ձեր կյանքն էլ լինի այսպիսի գեղեցիկ անակնկալներով, երջանիկ պահերով, ակնթարթներով, ուզում եմ, որ բոլորիդ կյանքը միշտ լինի ուրախությունով։ Հարցը այսպիսի բաների մեջ չի, բայց հարցը գնահատված, սիրված, ինչու եւ ոչ նման փոքրիկ բաները, որ կարող են չէ, մեզ ուրախություն պարգևել։ Եկեք միմյանց պարգևենք այդ սերը, ուրախությունը ու ժպիտները, որը որ ավելի երջանկացնում, թեթևացնում ու ավելի լավ դարձնում մեր կյանքն ու առօրյան։ Դե ինչ, եկեք ես սիրով սա տեղադրեմ ալիքում, դուք էլ գրեք ձեր մեկնաբանությունները, ձեր կարծիքը, կսպասեմ ձեր ակտիվությանը։ Բաժանորդագրվեք մեզ YouTube-ում և Instagram-ում։ Շնորհակալ եմ բոլորիցդ շատ։ Կհանդիպենք։
ձեզ սուրճ դրեցի եկա, վիդեոս նկարեցի, վերցրեցի սուրճս, երկու այսպիսի քաղցր ու եկա ձեր հետ մի երկու բառով ամփոփեմ վլոգը, համել որ գրել եք Անի ջան սուրճ խմի և զրուցել մի քիչ այտենց երկարացա վլոգը, երկար նկարի սուրճ խմելուց, այսինքն այդպես որոշեցի, որ նկարեմ, շատ չեմ կարող, սուրճս խմեմ վեր կենամ արագ, անելիքներ ունեմ, հուվլը քանի քնածա, մի երկու բան էլ կանեմ, գործերիցս, եղունգներով սկիզվել էի, չէ ձեր հետ, շատ գեղեցիկ է եղել եղունգներս, շատ եմ հավանել, ու սիրում, այսպես Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք, իմ ալիքի կողքին եք, շնորհակալ եմ բոլորիցդ, կարդում եմ ձեր մեկնաբանությունները ու ինձ ավելի լավ ու ոգևորված ու պարտավորված եմ զգում, որ նկարը հանեմ, զգում եմ, թե որքան եք սպասում վլոգներին, սիրում եք մեզ, այսպես, ես էլ ձեզ եմ շատ սիրում ու սիրով նկարը հանում եմ, երեկվանից տրամադրությունը շատ բարձր է, շատ ուրախ եմ, այսօր նույնպես, տեսնեմ այսօր մոնտաժ կանեմ, թե վաղը, որպեսզի տեղադրեմ, դուք եք տեսնեք վլոգը, հավես վլոգ կլինի, սա են թխվածքաբլիթներն է, որ վերցրել էի, այնտեղ իմ հետևորդներից մրգերի ու բաների գներից էին ասել, տեղեկացրել, որ թե ինչքան տարբերություն կա տարածքների հետ կապված, սիրելիներս մի քայլ են կողմ խանութների մեջ տարբերություն կա, որ մնաց գյուղից գյուղ կամ մարզից մարզ, քաղաքից քաղաք չլինի, այո, որը տենց շատ սենց բողոք է բարձրացված, որ բերքը մնացել է չի վաճառվում, բերքը մնացել է չի վաճառվում, չգիտեմ, չեմ էլ ուզում ես գնամ դեպի այդ ուղղությամբ, խոսեմ, բայց բերքը կլինի հենց տեղի մարդիկ, օրինակ Վսիթի կողքը, ես որ գիլասները վերցրեցի, մի կին էր նստած, իր այգու բերքներ, տենց ящիկներով, արկղերով դրած վաճառում էր, ու ասեմ ամենաէժան գինը 1000-ներ, ամենաբարձրը 1500 խոշորները, իրանք չեն վերավաճառում նույնիսկ, բայց մրգի արժեքները այդքան է, անցած տարի ավելի էժան էր միրգ բանջարեղենը, քան այս տարի, ասեմ դա էլ, ես տենց եմ զգում, մենակ էժան կարաս վարունգ առնես, որը արդեն ելույթ մուսկի, Ձիրանն էլ է շատ թանկ գիլասներ, ձմերուկի մասին էլ չասեմ, 320 էր, 60 էր, չեմ էլ ուշադիր չեմ, կիլոգրամը, տարբեր է, տարբեր տեղեր, տարբեր գներա, իրանք էլ են չարչարվում, այդքան տանջանք, չարչարանք, հեշտ չի հողագործությունը, հեշտ չի բերք ու բարիք մշակել եմ, մենք էլ օգտվում ենք, ոչ մեկի համար հեշտ չի, ոչ գյուղացու, ոչ քաղաքացու, ոչ մեկի, ամեն մեկը իր դժվարությունով, իր
չարչարանքով աշխատում, ստեղծում է, գնում է, ուտում է, մեկը վաճառում է, մեկը գնում ուտում է։ Որտեղ իմ շատ սիրելի հետևորդներից մեկը Լիզա էր, ոնց որ անունը գրել էր, որ ինձ հետևում է Ամերիկայից, ողջունում եմ ես թե Ամերիկայում բնակվող իմ հետևորդներին, Եվրոպայում, Ռուսաստանում, Հայաստանում, բոլոր տեղերից, ովքեր որ ինձ հետևում եք։ Հարցրել էր այգի չունենք, որ բերքը միրգ բանը գնում ենք, մենք այգի ունենք, ծառերն են այդ մի քանի փոքրիկ, որոնք բերք տալիս են, բայց մինչև օրինակ այս տարի շատ հետ ընկավ, օրինակ մեր ծիրանը հələ չի հասել, բայց վաճառվում է ծիրանը։ Գիլասի ծառը պուճուրիկ sense մի երկու բուր գիլաս էր եղել, շատ բաներ կա, շատ ա լինում, շատ կա, որ քիչ ա լինում։ Սիրելիս, այտենց մշակվող հող չունենք, հողատարածք չունենք, զբաղվող էլ չունենք, օրինակի համար, չեմ էլ կարա ես դնեմ անեմ, որտեղ ես ինքս հողագործությունից գաղափար չեմ կազմում, չեմ էլ կարող անել։ Այսպես, դրա համար գնում ենք, մենք էլ գնողներն ենք։ Բայց օրինակ վիշնյան, շլորկա ունենք հայաթը, սերկեֆի, մի տարի շատ ա բռնում, մի տարի քիչ, տենց է ոնց որ ծառերի բանն ա տենց բերքի։ Ես իմ հայաթից փակում եմ վիշնյան, բալը, շլորը, մեր այգուց եմ անում։ Կամպոտներ պատրաստելու մասին է խոսքը։ Ուզում եմ հիշել, եկեք եթե ուզում եմ հիշել դրա համար եմ լռում, բայց ուզում եմ երկու կոմենտներ կարդամ, եկեք դնեմ իմ վիդեոն։ Այստեղ իմ շատ սիրելի հետևորդներից ԱԱ գիծ յոթ Արմինեն ա դա, ես իր անունը եթե չեմ սխալվում։ Անի ջան, Անի շատ սիրուն ես, մազը հետ կապած, փայլում ես Անի ջան, անչափ շնորհակալ եմ սիրելիս, շնորհակալ եմ բոլորիցդ։ Եկեք արագ մեկ ուզում եմ ես անդրադառնամ ձեր մեկնաբանություններին, ու մեկ չի ստացվում, բայց եկեք արագ վերջին վլոգի բաները Ժաննաս աստեղ գրել, Անի ջան, ողջույն, շնորհավոր գնումները, առողջ օգտագործես, կոֆետ էլ անուշ խմես, ապրես սրտիկը, Ժաննաս, Արմինես, Ստեղանահիտս միշտ սրտիկներ ա դնում, Նարինես, մեր Գերմանիայի Նարինեն, Անի ջան, մենք էլ հաճույքով ենք ձեզ հետևում, շնորհակալ եմ Նարինե ջան, Էմմա Զիրոյան, բարև Անի ջան, հրաշալի անձնավորություն ես, շատ եմ սիրում ձեր բլոգները, Անի ջան, երբ սուրճ եք խմում, խնդրվախ, իմասա գրե խնդրում եմ մի քիչ երկար նկարել, շատ ենք սիրում այդ կոնտենտը, սրտիկս հատուկ ես մեկնաբանության համար, այսօր սենց նստեմ խոսեմ ձեր հետ ու խմեմ, գիտեք չէ, մեկ ես էլ եմ սիրում այդպես, որ ունեմ մի քանի ընտրած վլոգերներ, որ ես իրենց հետևում եմ, սիրում եմ սուրճը դնեմ ու վայելեմ, նայեմ այսպես, մազերս ենքան ձիգ ա կապած, ուզում եմ արձակեմ։ Միլիկայան, ձեր մազերի գույնը շատ սիրուն է, շնորհակալ եմ սրտիկս։ Այստեղ Անդրանիկ Մանուկյան, բայց գիտեմ, որ կին է, բայց խնդրում եմ գրեք ձեր անունը, հաճախակի ձեր անունը չեմ իմանում, բայց ամեն դեպքում ես հասկանում եմ, որ ինձ դիտողները աղջիկներն են, կանայք են, տատիկներն են, մայրիկներն են, իմ սրտիկներն են։ Մարիամս, որ միշտ կամ գրում է կամ սրտիկներ ա դնում, Հրաչուհիս, կամ գրում է կամ սրտիկներ ա դնում, Լալա Հովսեփյանս, Անի ջան, ես էլ սուրճ ուզեցի, գնամ պատրաստեմ, միասին խմենք, հիմա էլ դիր արևս, հիմա էլ դիր խմի, բայց ես գոլ եմ սիրում, տաք վիճակում սուրճի համը չեմ
զգում, այսօր շատ խոշոր կիլաս եմ առել 900 դրամով, ապրեսանի ջան, նստեցի, հանգստացա, գործերին էլ վերջ չկա, ժամանակ առ ժամանակ ես էլ եմ դատարկում, թեթևացնում, դարակների մասին է խոսքը, շնորհակալ եմ շատ, արևս, այստեղ Սիմոնյան վլոգ, ամենտեղ մի գին են դնում, Անի ջան, անընդհատ ասում են, որ բերքը մնացել է, էժան է, բայց խանութներում նենց գին է, որ աշխարհի վերջն է, հա, համաձայն եմ, տարբեր տեղեր եմ ասացնել էլ դա, տարբեր արժեքներ են, տարբեր տեղեր, տարբեր գներ են, հա, Բարի լույս, մեր շատ սիրելի դոնարան, բարի լույս Անի ջան, այս պահին ես էլ եմ սուրճ վայելում, համ էլ դիտում եմ քեզ, այո ես էլ եմ սիրում տաք վիճակով խմել սուրճը, օրներդ բարի լինի Անի ջան, պաչիկներ, Սոնայիս, Հովուլի, շնորհակալ եմ, պաչում եմ բոլորիդ, գրկում եմ, շնորհակալ եմ շատ, այստեղ գնդակ է գրած, Լիզան է մեր շատ սիրելի, Անի ջան դուք հողամաս չունեք, որ առնում եք միրգը, բանջարեղեն է, ես մշտապես ձեզ նայում եմ Ամերիկայից ու հրաշալի անկեղծ վարում ես վլոգը Լիզա, շնորհակալ եմ սիրելիս, բաց այստեղ Լուսինե Շախվերջյանս, սրտիկս բաց վարդագույնը միաձուլվել է ձեզ, ամառային այս շոկերին պանիր հացը և ամառային աղցանը միակ ցանկալի և պահանջված ուտեստն է, ես էլ եմ սուրճը տաք խմում, հա, ես էլ եմ սիրում պանիր հաց, պոմիդոր կամ ձմերուկ, սիրում եք, ես սիրում եմ, օրինակ մարդ կա, որ ասում է պանիրի հետ ինչ քաղցր ձմերուկ, ես սիրում եմ, լոլիկ, պանիր հաց, ձմերուկ, Ստեղ Նարինե Գասպարյանն է գրել, դուք աշխատում եք, ինչ եմ պատասխանել, որ այո, սա իմ աշխատանքն է, այո, սիրելիս, սա աշխատում եմ թե տանը, թե ձեզ հետ, թե վլոգիս հետ, սա իմ աշխատանքն է, Կարա Շահբազյանս միշտ սրտիկներ ա դնում, Լուսինես միշտ սրտիկներ ա դնում, Սյուզիս Նոթինգ Շունիկով նկարով միշտ սրտիկներ ու կոմենտներ ա դնում, Լուսինես մեկնաբանություններ էլ ա գրում, մի խոսքով սիրելիներս, սա վերջին վլոգն էր, վերջին վլոգի մեկնաբանություններն էր, այնպես չլինի, որ ինչ-որ մեկին բաց թողեցի, չեմ ուզում ոչ մեկին բաց թողեմ, չեմ ուզում ես տարբերություն չեմ դնում, Նունե Սարգսյանս ա միշտ գրում, հաճելի է ձեզ դիտել, շնորհակալ եմ սիրելիս, Լուսինե Շախվերջյանս, գնացի ուրիշ վլոգ, որ տեսնեմ էլ ովքեր կանեն, որ մշտապես գրում եմ, պարտած ճանաչ, արդեն ճանաչում եմ իրենց ականունքներից, ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնեմ ձեզ, այստեղ Լուսինե Շախվերջյանս նորից էլի գրել է, թող հայ մանուկները մեծանան այսպիսի սիրո ջերմության մեջ, ինչպիսին ձեր ընտանիքում է, սիրտս, շնորհակալ եմ, ամեն թղթը Աստված Ստելասը միշտ գրում սրտիկներ դնում Անահիտ Ակեյան, հա, Աննա Ակեյան, ինչ է, Անահիտ Ակեյան, սխալ եմ կարդում երևի, ինքը պարտած ճանաչ իմ մեկնաբանությունների մեջ կա, Նոթինգը մեր սիրելի Սուզաննա, թե Անահիտ Շունիկով բանը որ կա, ինքը Ժաննաս դե միշտ կա ու կա Հրաչուհիս միշտ, այստեղ Մարինե Սարգսյանս միշտ, Սերինե Արեգ վլոգը բարի լույս Անի ջան, Հովուլիս առողջություն, այստեղ իմ քուրիկն է, Հովուլին առողջություն Անի ջան, շուտ լավանա, Ռոզան իմ քուրիկն է, հալար քույրս է, Դավիթ Հովանեսյանը միշտ կա ու կա, ինքը Գոհար էր, ոնց որ Գոհար ճիշտ եմ հիշում, Դավիթ Հովանեսյան, Նարինե Սայելի, Սիրանուշը, Տատևոսյան, մեր շատ սիրելի տիկին Մարինա, Սարգիսովան, շնորհակալ եմ սիրելիս, Սուսո Մուկուչյան, Միլենան,
Վայ, այնքան շատ եք կներեք, եթե հանկարծ ինչ-որ մեկի անունները չեմ ասում, այս պահին վլոգի տակ եմ նայում ու ասում, բայց ինձ կթող կներեն նրանք, ովքեր որ ես այս պահին երկու վլոգ ընդամենը նայեցի, շատ չգնամ, շատ չերկարի վլոգներ, սրտիկներս, բայց հատիկ բոլորիցս շնորհակալ եմ, սիրում եմ շատ բոլորիդ, գնահատում եմ, այս ձեր սուրճ այս ես դրեք, վայելեք մեր վլոգները, ակտիվ եղեք, տարածեք ձեր ընկերներին, ովքեր որ Instagram ունեք, միացեք նաև մեզ Instagram-ում, աջակցեք ինձ նաև այնտեղ, փոքրիկ քայլերով այնտեղ եմ ուզում ակտիվանալ, այսպես, մի խոսքով, շնորհակալ եմ բոլորիդ, ում անունը նորից եմ ասում, հանկարծ չկարդացի, իհարկե չկարդացի, որովհետև այդքանը չեն, ինձ շատ շատերն են շատերը գրում, շատ տարբեր վլոգների տակ, շատ տարբեր մարդիկ կներեն ինձ, թողներեն ինձ, ովքեր որ ես որ երկու վլոգ ընդամենը նայեցի, կոմենտները սենց ասեցի, թեթևանցա, բայց սրտիկներս սիրում եմ բոլորիդ շատ, գնահատում եմ բոլորիդ շատ, շնորհակալ եմ, Կարինե Սարգսյանիս անունը սենց հիշեցի, որ միշտ կա ու կա, բոլորիցս շատ շնորհակալ եմ, որ միշտ դիտում եք, գրում եք, միշտ նայում եք մեզ ու սիրում եք մեզ, ես էլ ձեզ եմ սիրում ու հպարտանում եմ ձեզանով, սիրով նկարահանում եմ, այդ ոգևորությունից սենց հելնելով ես ավելի շատ շահագրգռված եմ լինում նկարահանելու, որ գրել եք դուք աշխատում եք, սիրելիներս, սա աշխատանք է, նայեք մենք ապրում ենք ամեն ինչ պարզ, հասանելի, բոլորիս համար ամեն ինչ պարզ է, վլոգերները Instagram-ում ու բլոգերները, ներողություն, վլոգերները YouTube-ում և բլոգերները Instagram-ում իրենք հենց այնպես չեն, ամեն ինչ իր դժվարություն ունի, չէ, ես ասեցի, նկարահանումները կլինի, ռիլ մտածելը կլինի, վիդեո մտածելը կլինի, այդքան նկարելը, մոնտաժելը, նստել, գծել, գրելը, նստել, մտածել ինչի հետ դնելը, որ երաժշտությունը որի հետ միացնելը ու շատ աշխատանքներ, որ կատարվում է կադրից այն կողմ, նայեք, ես իմ տանից հիմա նստած վայելեցի իմ սուրճը, նկարահանեցի, այս պահի մասին եմ չէ ասում, բայց ամեն ինչ կադրից այն կողմ, օրինակի համար ուրիշա չէ, դու համ քո տանն ես անում քո բոլոր պարտականությունները, դու տնային տնտեսուհի ես, դու մամա ես, դու կին ես, դու մայր ես, ով ունի լիքը պարտականություններ, իր տան, երեխաների հետ կապված, ու պլյուս դրան, ես նկարահանում եմ, ինչպես գիտեք իմ էջից, ամեն ինչ իմ վլոգում նկարահանում եմ, ամեն ինչ, մի խոսքով, հետևեք ովքեր էլ որ չեք հետևում, իմ էջին կիմանաք, իսկ դա հեշտ չի, դա աշխատանք է, որը կատարվում է ու մշակվում է ու տալիս ենք ձեզ, նկարահանում ենք ու այսպես ասած տեղադրում ենք մեր ալիքում ու ներկայացնում ենք արդեն մեր լսարանին, իսկ սա ովքեր որ չեն, տեղյակ չեն, մանետիզացվել է Հայաստանը, մինչև մանետիզացիան էլ մենք ունենք հազարավոր բլոգերներ, շատ անսահման ներողություն, իրենք հենց այնպես չեն նկարում, իրենք հենց այնպես չեն, իրենց ժամանակն ու էներգիան ու ամեն ինչը թեկուզ կլինի մոնտաժները աչքես են որ սենց քորացնում, մինչև կոպիտ ասած մոնտաժ ես անում, մի խոսքով նախ դա հեշտ չի, երկրորդն էլ դա աշխատանք է, իսկ ես հպարտանում եմ ու ինձ լավ եմ զգում, որ օրինակի համար լինելով երկու բալիկների մամա, նայեք հովուլը 10 օր տանն է, չէ, ես ուզեմ չուզեմ, ես դրսի աշխատանք չեմ կարող կատարել, որովհետև որ իմ բալիկը հիվանդանա, իմ բալիկին նայող չի լինելու, Սոնաս դպրոցական է, բայց Սոնան այն տարիքում չի, Սոնան նոր 10 տարեկան է լինելու, որ ես թողնեմ իրանց բացի թողի ու ասեմ վեր կենամ գնամ աշխատեմ, իմ ամուսինը նախընտրում է, որ ես ինչի համար եմ սիրում իր այդ տենց տեսակը, որ ինքը նախընտրում է, որ օպիտ ասած թող այդ իմ աշխատածը չգա տուն ֆինանսի տեսքով, բայց ես լինեմ
մեր երեխեքի կողքը, մեր երեխեքի գլխին, մեր երեխեքի առօրյայի մեջ, կենցաղի մեջ, դաստիարակության, կերակրելու, հագցնելու ամեն ինչի մեջ, բայց լինեմ տան մեջ իրենց կողքին, որպեսզի չտուժվեն իմ երեխաների մանկությունը, ուսումը, ամեն ինչը, կենցաղը, հագուստը, սնունդը, ես բոլորովին ինչ չեն հետաքրքրում են մամաները, ովքեր որ թողնում գնում են կամ ես իրենց մասին չեմ խոսում, ստեղ չգաք ու չգրեք, ես իմ մասին եմ խոսում, իմ ամուսնու ու մեր որոշման, մեր անձնական որոշման մասին, ոչ ճիշտ գտնում, այտենց անում ենք, իսկ մենք այս պահին ճիշտ ենք գտնում, որ մեր կյանքում ոչ թե ֆինանսն է գլխավորում, որ օրինակ ես թողեմ իմ երեխային դուրս գամ մի 2 կոպեկ աշխատեմ բերեմ տուն ու կամ ցույց տամ, որ ես լավ աշխատում եմ, հագ-ապա գնացի, բայց ոչ իմ երեխաներից տեղյակ եղա, ոչ իմ երեխաների մանկությունից, մեծանալուց, հիվանդանալուց, լողանալուց, ուտելուց, խմելուց, դուրս գալուց, իրենց հետ ման գալուց, զբոսնելուց, իրենց դաստիարակությունից ու լիքան սաման կարամ թվարկեմ, մենք նախընտրել ենք, որ ես տանն եմ ու շնորհակալ եմ իմ սիրելի ամուսնակից, որ Փառք Աստծո իրան ոչ թե շահն է, մենք շահամոլ մարդիկ չենք, մենք այնքան ինքն էլ հասարակ պարզ ու հենց հոգով մարդիկ ենք, որ մեր համար տունն ու երեխեքը աշխարհի գանձերի հետ չենք փոխի, այո ինքը տենց է, ես էլ եմ տենց, մենք այն տեսակն ենք, որ մեր ատամներով կարանք պահենք մեր այս սենց մի բաժակ կոֆեի բաժակը մեր օրինակ եմ բերում, բայց չտրվենք աշխարհի ցանկություններին, գայթակղություններին, աշխարհի սենց ֆինանսին թեկուզ կլինի, բայց շատ բաներ կորցնենք ամենակարևորը մեր երեխաների այս պուճուրիկ վախտանից մեծանալու մինչև այն որ կդնենք իրանց հունի մեջ, որ իրենց կյանքը հանկարծ ինձ չլինի, մենք բաց թողումներ ենք արել, սիրելիներս նորից եմ ասում, սա մեր բանն է, ինչի համար եմ սա ասում, որտեղ գրել եք աշխատում եք, այո հիմա իմ ամուսինը Փառք Տիրոջը արդեն քանի ամիս է ես վլոգ ունեմ, YouTube-յան ալիք ունեմ ձեզ, շնորհակալ եմ ձեզ, սա արդեն այսուհետ իմ աշխատանքն է, որի աջակից իմ ամուսինն է, ինչքան նայեք մեր սրտի չափով են, որ ասում է Ժաննաս է ասում, միշտ քո սրտի չափով ու շատերը հետևորդները սրտի կշնորհակալ եմ, մենք ընտրեցինք մեր տունը, բայց եկավ մի հատ սենց օր, պայծառ լուսավոր օր, որ օրինակ ես ունեցա իմ վլոգը, որ ես իմ տանից, իմ սուրճը խմելով, այս հենց կհակնեմ կապեմ դուրս կգամ, երեխեքիս հետ կեթամ կաֆե, դուրս, այգի, մեր սիրելի հետևորդներից մեկը գրել էր ինչքան ուշադիր հոգատար ծնողներ եք դուք ձեր երեխաներ, այո սիրելիներս, ես չեմ զլանա ու պարզ կասեմ, ես էլ իմ ամուսինն էլ, մենք այո մեր երեխեքի են, որ մեր սենց կթողենք մի կողմի, բայց մեր երեխեքի սնունդը, հագուստը, ժամանցը, հանգիստը, դաստիարակությունը, իրանց ապահով լինելը մեր կողքին տան մեջ ամեն ինչի, իրանց կարծիքը, իրանց ամեն ինչը մեր համար ամենագլխավորն ու կարևորն է, դրա համար այսօր ես իմ երեխեքի կողքին եմ, բայց ես չեմ տանի հիվանդ թողեմ օրինակ իմ երեխուն պարտեզում, դեղը տանեմ, վրոդի ես բերում եմ 2 կոպեկ տուն կամ էլ ինչ-որ մեկին ցույց տամ, որ վայ ես աշխատում եմ կամ ես հագ-ապա գնացի գործի, ես հագնում եմ, կապում եմ, ուտում եմ, խմում եմ, դուրսել եմ գնում, ամեն ինչ անում եմ, դրա հետ մեկտեղ աշխատում եմ, ցույց եմ տալիս ձեզ, դա լինում է ամենաիդեալական աշխատանքը այսօր իմ համար, ես այնպիսի մարդ եմ, ես սիրում եմ ազատություն, ես սիրում եմ ներդաշնակություն, ես լարվածություն չեմ սիրում, ես սիրում եմ ինքս որոշեմ իմ անելիքները, առօրյան կենցաղը, ես պսոտիկի 10 տարվա փորձ ունեցող մամա եմ, տնային տնտեսուհի եմ, կին եմ, ծնող եմ, ով ստեղծել է իր ամուսնու հետ մեկտեղ այս ամեն ինչը, դրա համար սրտիկներս, ես հիմա, սա իմ համար ազատ գրաֆիկ է, այսինքն ես երբ ոնց կուզեմ, ինչ կուզեմ կանեմ, դրանից լավ բան կա, ասեք տեսնեմ, թող նորից եմ ասում, ոչ մեկին չեմ ուզում, այն որ սենց ինձ, սենց ասեմ հասկանամ,
ինձ ոչ մեկի կյանքը ու որոշումները չի վերաբերվում եւ հետաքրքիր չի։ Ինձ հետաքրքիր է իմ կյանքը, իմ ընտանիքը, իմ որոշումները ու ես ցույց եմ տալիս դա սրտիկներս ձեզ, դա իմ որոշումն է։ Դրա համար սենց եմ խոսում, ուզում եմ ասեմ, չեմ կպնում ես ինչ-որ մեկին կամ չեմ ինչ-որ մեկին մատնանշում, ոչ մեկ ինձ հետաքրքիր չի, ոչ մեկ իմ գործը չի, ով ինչ անում, մի խոսքով հասկացաք ինձ արդեն։ Ուզում եմ ասել, սրանից հրաշալի բան, նստի այս դիվանուդ վրա, այսի վայելի ու աշխատի։ Երեխեքիդ մի թող, երեխեքիդ ոչ մի բանից, որ սենց բացակա մի եղի, դրանից լավ բան ու իմ մեջ, չգիտեմ, տենց մտածա իմ մեջ, ես էլի եմ ասում, դա ես եմ, ես ասում եմ, իմ մասին եմ խոսում, ես սիրում եմ իմ երեխաների պահելը, դաստիարակությունը, կարիքները, հիվանդությունը, ուրախությունը, դուրս ու ներս անելը, ամեն ինչը ես սիրում եմ իմ պարտականությունն է դա որպես ծնող կատարեմ ես ինքս ու այսօր ես ունեմ իմ սրտի ուզածը, այսինքն ես ինչ սիրում եմ, ուզում եմ, ես դա ունեմ այսօր, որովհետև ես չեմ սիրում, որ իմ փոխարեն ինչ-որ մեկն անի, լինում է պահեր 1000-ից 1 անհրաժեշտության դեպքում, երբ որ կարամ երեխայիս օրինակի համար բնականաբար պարտեզը կա ու կա, դրա մասին չի խոսքը, 1000-ից 1, որ օրինակ պետք լինի հովուլը կամ սոնան ինչ-որ մեկի մոտ մնան, ես ուզում եմ հիշեմ, մատերիս վրա կարամ հիշեմ այտենց դեպքեր, այդ դեպքերն էլ երևի եղել են այն դեպքում, ոչ առիթների դեպքում, ես այսքան ժամանակ, ես ու իմ ամուսինը չենք հիշում ու չկա այտենց մի հատիկ նույնիսկ դեպք, որ մենք մեր երեխեքին թողած լինենք, առիթի գնացած լինենք, հանգստի գնացած լինենք, կաֆե գնացած լինենք, մենք կազմակերպում ու դասավորում ենք այնպես, որ իրանք միշտ իմ հետ են, իրանք իմ հետ չեն եղել, մեր հետ կարան չլինեն, Աստված թող հեռու տանի, բայց եղել են նման մի քանի դեպքեր, անհրաժեշտության դեպքում, երբ որ ես հիվանդանոց գնալու կարիք եմ հետազոտվելու եղել, ես թողել եմ իրանց տատիկի մոտ, գնացել եմ, դա է եղել, ու էդի մատերի վրա կարամ հաշվեմ, դա էլ անհրաժեշտություն է եղել, ու կոպիտ ասած, ես երեխային չեմ կարող վերցնեմ իմ հետ տանեմ հետազոտությունների, ու ես շատ շնորհակալ եմ Աստծուն, Աստված իմ, խնդրում եմ, թող երբեք ես իմ մատը, իմ ամուսնյակիս մատը, որ ասում է փուշ չմտնի, մենք այդ ստիպվածը չլինենք, որ իրանց թեկուզ թողնենք, մի 2 ժամով գնանք գանք, թող մենք միշտ լավ լինենք, իրանց գլխին լինենք, թող իրանք մեր հետ միշտ ամենտեղ լինեն, որտեղ որ արդեն որ միշտ լինում են, իրանք մեր հետ, դուք էլ եք տեսնում դա։ Շատ ժամանակ Սոնայիս հարցերի հետ կապված, շատ ժամանակ չէ, մենք 2 ամիս հիվանդանոց գնացել եկել ենք, Փառք Տիրոջի իմ հովուլը առողջ ա եղել, պարտեզա գնացել, մենք գնացել եկել ենք, իմ հովուլին վերցրել ենք, դուք ինքներդ եք տեսել, այ տենց մենք, որ իմ երեխան պետք է գնար պարտեզ, գնում էր պարտեզ ու Աստված այդ ժամանակ մեր կողքին էր, որ ու մենակ Աստված էր մեր կողքին ու շնորհակալ եմ ես իմ Աստծուն, որ մենք կազմակերպեցինք մեր այդ դժվար ճանապարհը, որ անցանք այդ 2 ամիսների միջով, շատ դժվար, Աստծու շնորհիվ մենք հաղթահարեցինք, էլի նորից Փառք Տիրոջը, դա էլ անցավ, չէ՞։ Թող տա Աստված բոլորիս կյանքում խնդիրները, եթե լինում են, լինեն լուծվող ու անցողիկ։ Եկեք շատ չխոսամ, սիրում եմ բոլորից, սա էլ ձեզ երկար զրույց, սա էլ ձեր հետ սուրճը վայելեցի, դե սրտիկս վայելի, լսի զրույցս, սա իմ անձնական սուբյեկտիվ կարծիքը իմ ու իմ ընտանիքի մասին ներկայացրեցի ձեզ։ Դուք շատ լավ տեսնում եք մեզ, իմ ընտանիքին, իմ ամուսնուն, խոսքեր ու գովերքել չի, որ ես տեղ նստած ասում եմ, ասեցի, շատ բաներ էլ դուք ինքներդ տեսնում ու հասկանում եք, շատ բաներ էլ կա, որ դեռ ծանոթ չեք, դեռ չեք տեսել, դեռ չգիտեք, սենց պուճուր հատվածներ կարամ ներկայացնեմ, կարամ պատմեմ, կարաք դուք էլ քիչ արդեն այլ ավելի ծանոթանաք մեզ հետ, սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ բոլորիդ,
հարգեք, սիրեք մեկըդ մեկի անձնական տարածքը, որ մարդը եթե դնում է օրինակի համար, դա էլ հարգեք, որովհետև ես օրինակի համար իմ սենց ասեմ, ունեմ իմ սեփական, անձնական կյանքը, տարածքը, անելիքները, մտածում, զբաղվում, անում եմ միայն իմ տարածքի շուրջ, գործ չունեմ ու չեն էլ հետաքրքրում ոչ մեկի անձնական, սեփական, անելիք, տարածք, գործունեություն, ոչինչ։ Սիրում եմ բոլորիդ, գնացի։ Հուսով եմ, որ կգնահատեք իմ անկեղծությունը, ես գիտեմ, որ կգնահատեք ու տեսեք, որ ես տեղել արտահայտեցի իմ անկեղծ սրտից եկած, անկեղծ այստեղից եկած մտքերը, երևի թե, չգիտեմ, ես դա արեցի ու միշտ եմ անում այդպես, սա իմ տեսակն է, անկեղծություն, պարզություն, արդարություն ամեն ինչի հանդեպ, գնացինք։ Այսօր փոխեցի եղունգներիս գույնը, ուզում եմ կիսվել ձեզ հետ նաև այստեղ, նայեք ինչ հետաքրքիր, գույն և դիզայն եմ ընտրել, շատ գեղեցիկ է ստացվել, շատ հավանել եմ, նուրբ, հաճելի, ամառային, այսպես, սա էլ իմ եղունգները այսօրվա։